երեխաներ ով կհիշեցնի, ո՞րն է մեր նախորդ դասի թեման։ Արման։ Երկնիշ թվերի համեմատում։ Այո, երկնիշ թվերի համեմատում։ Եկեք մի փոքր վերհիշենք, որոնք են երկնիշ թվերը։ Եկեք անվանենք երկնիշ թվեր։ Սամվել։ 10։ Այո։ Նայա։ 20։ Էլան։ Միայն գլոխ տասնյակներ են, հիշում, միայն գլոխ տասնյակներ են, երկնիշ թվեր։ Արեն։ 81։ 81, շատ ապրես։ Դու ասա, Մարիջան։ 22, շատ ապրեք, երեխաներ, իսկ այդ թվերը ինչու են կոչվում թվանշանով են գրվում, երկու թվանշանով են գրվում։ Այ օրինակ 65-ը, որ երկու թվանշաններով ենք մենք գրում դանի։ 65-ը, որ երկու թվանշաններով ենք գրում։ 6, շատ ապրեք։ Այո, դուք ասացիք երկնիշ թվեր, հիմա ուզում եմ, որ հուշարկեք այն երկնիշ թվերը, որոնք որ ես եմ մտապահել պատրաստենք երեխաներ, անհատական թվերը բացում ենք և աշխատում ենք առանց աղմուկի։ Իմ մտապահած թվը ունի 4 տասնյակ 2 միավոր։ 4 տասնյակ 2 միավոր։ Այո, գեղեցիկ բացկացնում ենք։ Շատ ապրեք, Էվա 4 տասնյակ։ Ես մտապահել եմ ձեր ցույց տված թվի հաջորդ կլոր տասնյակը։ Հաջորդ կլոր տասնյակը։ Հարասունեցի հաջորդ կլոր տասնյակը։ Կլոր տասնյակը ինչ պետք է ունենա։ Այո, մայր, բայց դու հաջորդն ես ցույց տվել, թե նախորդը։ Տեսնումնի ասեք, այո, շատ ապրեք, 50-ն էր հաջորդ կլոր տասնյակը, բայց եկեք վերհիշենք, ինչու է կոչվում կլոր տասնյակ, ո՞ր թվերն ենք անվանում կլոր տասնյակներ։ Ասա Մարիա ջան։ Որոնք վերջանում են 0-ով։ Այո, 0-ով է վերջանում, բայց ինչու են 0-ով վերջանում, ինչ չունեն, հրաչ։ Տասնյակ։ Ինչ ունեն։ Միայն տասնյակներից կազմված թվերը կոչվում են կլոր տասնյակներ։ Ես մտապահել եմ ամենափոքր երկնիշ թիվը։ Ցույց տվեք իմ ամենափոքր երկնիշ թիվը, ամենափոքր երկնիշ թիվը, ապրես։ Սուրեն է միայն ճիշտ։ Ապրես մարդուն, այո, ճիշտ է։ Ամենափոքր երկնիշ թիվը ո՞րն է։ Վերջով եմ պատասխանում։ Ասա, շատ է։ Ասից եք տալիս, ամեն որևէ մեկը, կարդաբարձրազան, 56, հիմա դու գրատախտակի գրելու ես այս նույն, հիմա թվանշանները, մի քիչ մեծ եք կենտրոնական հաստատում, խոշոր գրեր։ Երեխաներ ճիշտ գրեց, շատ լավ, եկեք, նույն հաջեն, ինչ կարող ենք ասել մասի Մարիան։ 56-ը զույգ թիվ է։ Ո՞ր թվերն է կոչվում զույգ թվեր Մարիան։ 11։ Մի թվարկի, դու ասա համով ձևակերպումը, որ դեպքում ենք անվան համարում, որ թիվը զույգ է։ Որ երկու թվերով է։ Դա երկնիշ։ Որ եթե տասնյակը զույգ է, ուրեմն ամբողջ չէ, միավոր զույգ է, ամբողջ թիվը զույգ է։ Շատ է, այո, ապրես Արեն ջան, եթե միավորը արի, միավորը ցույց տուր, 56 թվի միավորը ո՞րն է։ Այ երեխաներ, ապրես Արեն ջան, նստի, եթե միավորը զույգ է, 6 զույգ թիվ է, ուրեմն ամբողջ թիվը զույգ է։ Հասկացա՞ք Մարիան ջան։ Շատ լավ, անցանք առաջ Արման։ Երկնիշը, այո։ Ուրիշ ձեռքեր, ուրիշ ձեռքեր։ Դանիել ջան, հաջորդ թիվը ո՞րն է։ 57։ Շատ ապրես, իսկ նախորդ թիվը, Սամվել, նախորդ թիվը։ Սամվել ջան, 56-ի նախորդ թիվն է։ Շատ ապրես, 59-ը։ Ով չի մասնակցել, տեսնեմ, ով չի, Աշոտ, խաղում։ Հաջորդ կլոր տասնյակը ո՞րն է 56-ի։
56-ից հետո որ կլոր տասնյակն է հաշվելիս հանդիպում։ 56-ից հետո 57, 58, 59, այո, 60-ը ինչն էր, անշորդ։ Հաջորդ թե նախորդ կլոր տասնյակ։ Այո, հաջորդ կլոր տասնյակն է, դա նախորդ կլոր տասնյակն է, սա։ 56-ի նախորդ կլոր տասնյակը։ Եվ նախորդ կլոր տասնյակը։ 60-ը հաջորդն էր, մատու։ 50, այո, հետ ենք հաշվում, եկեք հետ հաշվենք։ 55, 56, 53, 52, 51, այո, նախորդ կլոր տասնյակը 50 է։ Քանի տասնյակ, քանի միավոր ունի այս թիվը։ Քանի տասնյակ, քանի միավոր ունի այս թիվը, Եվա։ 5 տասնյակ 6 միավոր։ Այո, պարունակում է 5 տասնյակ 6 միավոր։ Իսկ քանի միավոր ունի թիվը մատու։ 56 միավոր։ Ամբողջ թիվը ունի 56։ Ահա, ապրեք։ Հիմա տեսնենք գործնականում կարողանում եք դուք կազմել անհավասարություն։ Կանցել ադակտակի Ինչ արեք արեք։ Արեք, ես միշտ թվեր կան։ Ընտրում ես, ես կազմում ես անհավասարություն։ Միայն արեք, արեք։ Ո՞ր ուզում ես, ցանկացած է համ։ Ամրացրու եք, չէ՞։ Շատ հաշտես։ Նշաններից որն ես ընտրում։ Եթե անհավասարություն է կազմելու, կարող է ինքը։ Ոչինչ, ոչինչ։ Որտե՞ղ է։ Արա, քանի ոչինչ կարող։ Կարքան հավասարությունը փոխարինի։ 94-ը մեծ է 68-ից։ Համաձայն ենք։ Այո։ Այդ հարցը կիսատ թողեցի, որ չհուշեմ արևին։ Կարող է ինքը հավասարման նշան օգտագործել։ Ով կասի ինչու։ Ասա այվաջը, ինչու չեք կարող։ Որովհետև էքսիլից է չկա։ Այսինքն, եթե կազմել հավասարման նշանով ինքը կազմել ինչ։ Հավասարություն։ Շատ ապրեք, բայց ես ինչ նրան ամտվեցին, կազմում է անհավասարություն։ Մի քանի գործնական աշխատանք պատահեն։ Ինչ է սա։ Եվա։ Շապավեն։ Ինչի կարող են չափել։ Ինչի կարող են չափել շապավենի։ Քանակը։ Ակնհայտ չի քանակը, երեխան։ Քանի հատ շապավեն է։ 1 Այսինքն արդեն երևում է, ինչ կա չափելու հաշվելու։ Ինչը կարող են չափել։ Երկարությունը։ Իսկ ինչով չափել երկարությունը։ Կանոնով մենք ճանաչում ենք քանոնը որպես երկարության չափման գործիք, ճիշտ է։ Եկեք չափենք։ Չափի այս շապավենի երկարությունը։ Նա բացատրի ոնց է ստանել, որ ճշգրիտ չափես։ Ինչ ենք անելու։ Շապավենը եթե երկար պետք է մի քանի անգամ կանոնը տեղաշարժի։ Տեղադրել, շատ ապրել, բայց ես կանոնը ոնց դնեմ, որ ճիշտ չափեմ։ Այ եթե ես այսպես եմ դնում, ճիշտ է չափում։ Ո՞նց պետք է դնենք։ Այո, պետք է շապավենի սկիզբը համընկնի 0-ին։ Ահա։ Հիմա այստեղ 25 սանտիմետր է, չէ՞։ Մի անգամ էլ տեղադրիր, դրեցու կանոնը, մի անգամ էլ տեղադրիր։ Մի հատ է 25 եղավ, չէ՞։ Ահա, հետ 50 եւ մի անգամ էլ տեղադրիր։ Ահա։ 18, 68 սանտիմետր է ժապավենի երկարությունը։ Ես ուզում եմ, որ դուք հրատախտարի արի ժապավենի երկարությունը, ժապավենը, քանի սանտիմետր է։ 60 Սանտիմետր երկու անգրեն սանտիմետր։ Շատ ապրեք։ Շատ ճիշտ ասեք, մենք կարող ենք չափել կանոնով։ Ենթադրենք
հարկավոր է հատուկ կարել։ Այդ դերձակը պետք է գործկատեղի չափ վերցնի, չէ՞։ Կարող է կանոն այդպես դիտել։ Չնայած կան նաև այդպիսի կանոններ, որոնք ճշգրիտ են, բայց ամեն դեպքում ճշգրիտ չի լինի, չէ՞։ Ահա։ Իսկ ինչով են ինչ են օգտագործում դերձակները։ Կարող են այս կանոնով վերցնել գործկատեղի չափ վերցնել։ Ինչ անհարմար է։ Մետր են օգտագործում, դուք տեսել եք դրանից ձեր տներում։ Ահա, ես ես համար այստեղ պատրաստել եմ։ Սա է, էլի նույն կանոնի բաժանումներում է։ Հիմա ես ուզում եմ չափենք, ասենք հրատախտակի երկարությունը։ Կարող եք այս կանոնով։ Անհնար է չափել երկարությունը։ Կարող եմ չափել։ Կդնեմ, սկզբնակետի հետ։ Ահա, դեռ կհիշեմ, կտեղափոխեմ, այս մինչև վերջ ես չափել չեմ կարող։ Երկար կտևի, շատ ժամանակ կխլի։ Իսկ եթե ես ուզում եմ օրինակ չափել ես պատի երկարությունը, պատկերացնում եք ինչքան երկար ժամանակ կտևի։ Այո, դրա համար այդ գործիք են, չէ՞, օգտագործում արել։ Որ գործիքն եք օգտագործում։ Մետրն եք օգտագործում, բա մետրը սրանից ինչով է տարբերվում։ Որովհետև մետրը իրանից մեծ է։ Երկար է։ Ու ավելի քիչ ժամանակ կխլի։ Ահա։ Տեսեք, ես այսօր ձեզ համար մի հատ այսպիսի մետրը մենք պատրաստել։ Ինքը շատ հարմար է, հատկապես բարձրությունները չափելիս, որովհետև կարող ենք հիսակ տալել և ինքը հիմա եկեք չափենք հրատախտակի լայնությունը։ Արյարման։ Այս ամեն հրատախտակի լայնությունն է։ Վերջու, սկզբնակետը դնում ես արևածին, քանում ես սկզբնակետը այդ ձևավորում։ Ստեղ որ թիվն է անգամ, կարգայից։ 123, գերանիշ դուք ճիշտ է չեմ կանցել, բայց դուք ճանաչում եք, ճիշտ է։ 123 սանտիմետր է ինչը, հրատախտակի լայնությունը։ Շատ ապրեք։ Մարդուն արմանի հասակը չափել։ Հասակը չափելու համար որն է հարմար ավելի սա։ Եվ ուզում մետր են երեխաներ։ Որ ես ընտրում, որ գործիքն ես ընտրում։ Սա ես ընտրում։ Երևի մի փոքր տալենք, որ հարմար լինի, մի քիչ տալենք։ Շատ լինի։ Չէ, շատ չի։ Ես առաջարկում եմ համանը մոտենա այսպես հրատախտակին։ Այս դուքի հետ է համակում, դե են կոմ գնարման ճան, դու չակնում ես մինչև երկիք եղած բարձրությունը, զրոն կտիշ, զրոն որտեղ են դնելու, հատակի, զրոն տեղափոխում ես դեպի հապրս, ինչքան է, 199 ոչ, արդեն 200, 2 մետր է, երկու մետր է արդեն հարմանի Նման ուշադի, տեսել եք այսպիսի մետր։ Երբ է սա օգտագործում։ Իրենք գործ են անում կարող մի բան Մենք էլ ենք գործանում։ Երբ ես ենք օգտագործում։ Ավելի շատ վերանորոգման ժամանակ չափել։ Այդ չափել սեղանի երկար։ Ո՞ւր երկարի՞ք ծամերում։ Մենք եկում ենք։ Ահա, այդ ինչքան է մեր սեղանի երկարությունը։ Բացատրիվը 120 սանտիմետր է, 120 սանտիմետր, շնորհակալություն։ Երեխաներ, մենք այսօր տեսանք տարբեր գործիքներ, ճիշտ է։ Սրանք բոլորը ինչը չափելու գործիքներն էին։ Ինչը չափելու գործիքներն էին, Մարի ջան։ Մենք ինչն էին չափում։ Ինչ հրատախտակի ինչը։ Երկարությունը։ Երեխաներ, երկարությունը ինքը դա մեծությունն է։ Երկարությունը դա մեծությունն է, երբ որ չափում ենք, գնում ենք արդեն նրա թվային արժեքը, այս արդեն կոչվում է չափման միավոր։ Հիմա սեղանի երկարությունը սամեր որքան չափեցիր։ 120 սանտիմետր։ Այս դա
Հիմա եթե ես սա դնեմ սեղանի, կտեսնեք, որ մի քիչ սեղանն ավելի երկար է, որովհետև սեղանի երկարությունը 120 էր, չէ՞։ 1 մետր 20 սանտիմետր։ Ահա։ Հիմա որպեսզի հստակ պատկերացնեք չափման միավորների միջև եղած տարբերությունները, երեխաներ, սա 1 սանտիմետր է, նայեք ինչքան է փոքր, արդեն 1 սանտիմետր է սա, իսկ սա արդեն 1 դեցիմետր է, իսկ դեցիմետրի մասին մենք ինչ ենք հիշում, 1 դեցիմետր 10 սանտիմետր 10 հատ այսպիսի փոքրիկ սանտիմետր որտեղ հադրեմ, նոր կստանամ 1 դեցիմետր, ապրես էլաջանստի։ Երեխաներ հիմա նայեք, սա 1 դեցիմետրն է, իսկ սա 1 մետրն է։ Տեսնում եք ինչքան են տարբեր։ Հիմա եթե ես սա 10 անգամ տեղադրեմ, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Նոր ստանում եմ 1 մետր։ Հետևաբար, ինչ կարող եք ասել։ 1 մետրը քանի դեցիմետր է։ 100։ Ես քանի անգամ տեղադրեցի 1 դեցիմետր։ 10 անգամ տեղադրեցի, ստացանք նոր 1 մետր։ Հետևաբար 1 մետր ինչի է հավասար։ 10։ Սա ի՞նչն է։ Դեցիմետր։ 1 մետրը հավասար է 10 դեցիմետրի։ Մետրն է մեծ թե դեցիմետրը։ Մետրն է մեծ թե դեցիմետրը։ Քանի անգամ է մեծ։ 10 անգամ։ Մետրն է դեցիմետրն է մեծ թե սանտիմետրը։ Քանի անգամ է մեծ։ 10 անգամ մեծ է, այո երեխաներ։ Համեմատաբար փոքր արականների օրինակների դեպի գրքի չափման համար նպատակահարմար կիրառել սանտիմետրը և դեցիմետրը։ Իսկ համեմատաբար մետրի համար, օրինակ կահարանի, նստարանի, սեղանի դեպքում դեցիմետրը և մետրը։ Նշենք, որ թվարկված միավորներից որպես երկարության չափման հիմնական միավոր ընդունված է մետրը։ Եթե մետրը բաժանենք 10 հավասար մասերի, ապա դրանցից յուրաքանչյուրը հավասար կլինի 1 դեցիմետրի։ Այլ կերպ ասած, 1 մետրը հավասար է 10 դեցիմետրի։ Իհարկե, եթե 1 դեցիմետր բաժանենք 10 հավասար մասերի, ապա կստանանք 1 սանտիմետր։ Ուրեմն, 1 դեցիմետրը հավասար է 10 սանտիմետրի։ Հաճախ հանդիպում են նաև երկարության չափման այնպիսի միավորներ,